ուրեմն տիրոջ շնորհքով ողորմությամբ, ասեմ բարությամբ ծրի, որտեղ ողորմություն ծրի է, տիրոջ բարություն ծրի է։ Տերը մեզ ժամանակ է տվել, այն կարճ ժամանակ, որտեղ մենք տեսնում ենք ամեն ինչ գալիս է ավարտին։ Աշխարհի ժամանակն է, հեթանոսների ժամանակը, որ Տերը ասել է, հեթանոսների ժամանակը կվերջանա։ Եվ այս թողը բովը կվերջանա։ Ուղղակի մեզ հնարավորություն է տվել, որ մենք կարճ ժամանակի մեջ հասցնենք դեպի Տիրոջ ճշմարտությունը կատարելությունը, եթե ոչ կուշանանք, շատ կուշանանք։ Ուրեմն ես կարդում եմ Հայտնության 2-րդ գլխից, առաջին խոսքը ասում է, երբ որ Տերը ուղարկում էր Պալգամ եկեղեցիներին, առաջինը հենց Եփեսոսի եկեղեցու, այսինքն Եփեսոս քաղաքում եղող եկեղեցուն է ուղարկում, ասում է Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր, այսինքն պատասխանատուին գրիր։ Սա է ասում այն 7 աստղերը իր աջ ձեռքում ունեցող, որ 7 ոսկե ճրագակալների մեջ է ման գալիս։ Հիմա որ հետ չդառնամ այդ մեկնությանը, արդեն առաջին գլխում մեկնում է 7 աստղերը եկեղեցու 7 եկեղեցիների 7 պատասխանատուներն են։ Հրեշտակները, ասենց ասած ուղարկվածներն են։ Իսկ ճրագակալները 7 եկեղեցիներն են։ Եվ Տիրոջ կողմից ասում է, որ 7 ոսկի ճրագակալների մեջ է ման գալիս։ Իր համար եկեղեցիները դες սիմվոլիկ ասում է ոսկի ճրագակալները։ Այսինքն 7 եկեղեցիներ, որ իր համար շատ թանկ են։ Ասում է գիտեմ քո գործերը եւ քո աշխատությունը, որ եւ քո համբերությունը, որ չարերին չես կարողանում համբերել։ Փորձեցի նրանց, որ առաքյալ են ձևանում եւ չեն, եւ գտար, որ սուտ են։ Եվ ասում են նեղություններ կրեցիր եւ համբերություն ունես։ Եվ իմ անունի համար աշխատեցիր եւ չթուլացար։ Բայց քեզ դեմ այս ունեմ, որ քո առաջին սերը թողել ես։ Արդիշի թե որտեղից վայրեն կար եւ զղջա եւ առաջին գործերն արա, ապա թե ոչ կգամ շուտով քեզ մոտ եւ քո ճրագակալը կշարժեմ իր տեղից, եթե չապաշխարեց։ Ուշացում դարձնում եք, ինչ է զգուշացնում Տերը։ Քո առաջին սերը թողեցիր։ Մեկ էլ տեսնում ես, ոմանք իբր թե Տիրոջը սիրող են, երանի են առաջին սերը լիներ, որ նոր է ընդունել Տիրոջը, սիրով է, ինչ ուրախությունով։ Ափսոս, շատ բաներ գլխովս անցավ, ես հիմա այդ սերը չունեմ, ասենք դու քո վկան ես, որ թողել ես քո սերը։ Դու ես վկան քո բերնով, որ առաջին սերը չունես։ Եվ սրա համար Աստված բարկացած է։ Ասում է արդիշի թե որտեղից ընկար, դարձի եկ եւ ապաշխարիր։ Այսինքն որտեղից քո սերը սառեց։ Ինչ է եղավ պատճառ, որ քո սերը սառեց։ Ես վերջից 2 հոգու հետ խոսեցի, ասենք շատ եմ խոսել, բայց վերջին անգամ խոսեցի։ Երկար ժամանակ այս ժողովի չեն գալիս։ Եկեղեցու անդամներ են։ Ասում ինչու եք այդքան բացակայում, արդեն ես գիտեմ ինչ, բայց ուզում եմ իրանք իրենց բերանով ասեն։ Նորից իհարկե։ Դուք անհարգելի բացակա եք ասում։ Հարգելի բացականներն էլ գիտենք մենք, որ հարգելի պատճառով են բացակայում, անհարգելին էլ գիտենք, եւ մենք ձեզ բացակա ենք դնում եկեղեցու մեջ։ Եվ Տերը ասում է, ինչ որ կապ է կապած կնի երկնքում, ինչ որ արձակեք արձակած կնի երկնքում։ Եկեղեցու առաջնորդներին է ասում, առաքյալներին է ասում։ Ցավալի է, բայց ստիպված Աստծո խոսք պետք է կատարես։ Ասում գիտես ինչ, մենք մարդկանց տեսանք, որոնք ուղիղ չեն, խոսում են ուրիշ ձև, բայց կեղծավոր են, բայց սենց են, նենց են, վատ են պահում իրենց։ Վատ պահելը Տերը խի չի ասել, այդպես կլինի։ Եկեղեցու մեջ որոմներ էլ կլինեն, չէ՞։ Որոմներ կլինեն։ Մեկ եկավ, ասեց, գիտես,
գիտեք ես որտեղից եմ եկել, ես ինչ խմբից եմ, ես եկեղեցուց եմ, բայց եկել եմ ձեր մոտ, ուզում եմ մի տեղ լինեմ, որ դե արդարությունա, սրբությունա, աս չէ, կներես, մեր մոտ մենակ դες չի, ուսմունքները արդարությունա, ճշմարտությունա, բայց մեր մոտ այնքան մարդիկ կան, որ արդարությունն են խախտում, սրբությունն են, ճշմարտությունն են, սխալ հասցով ես, գնա մանարի այն եկեղեցին, որտեղ որ որոմ չկա, գնա, գտնի արդյոք, այդպես բան չկա, նույն եկեղեցում են շատ չարագործներ կհայտնվեն, ասի դուք ձեզ պահեք ճիշտ, միլիոն հոգի է եկեղեցին օրինակ, 10 հոգի պետք է փրկվեն, դու 10-ից 1 է եղիր, ինչ ես դունամ ես մեկի կեղծավոր է, որ լավ նայես, իրանց այդ ասածն էլ կեղծավորություն է, դու ուրիշի դատում ես ինչ-որ գործ համար, դու ինքդ նույնն ես անում, այդ քո կեղծավորություն չտեսար, դրա համար ասում են նայի որտեղից են գալ, մեկը սրան նրա նայելով են գնում, մյուսը հալածանքից են գնում, մյուսը պարտքերի պատճառով է թողնում, մյուսը ուրախությունների համար, որտեղ Տեր ասես չէ, աշխարհի հարստությունը, զվարճությունը եւ հալածանքը նաեւ վատն էլ լավն էլ շատերին կհանեն ճանապարհից։ Մարդիկ էլ կան երբեք ուրախություններից չեն բացակայի։ Ոչ մի պատճառ չկա, ինչու չգնացին այս հարսանիք են ծնունդ են, բայց ժողովներից լիքը պատճառ ունեն, որ բացակայում են։ Կարծես թե արդար են, բայց այն տեղերից ինչու չես բացակայում։ Ժամանակավոր մի քանի ժամանոց ուրախությունից, որոնք կյանք չեն կարող տալ։ Լավ է, որ մենք մարդկանց կողքին լինենք, բայց լավ չի, որ մենք տարբերություն ենք դնում, աշխարհային անցուդարձը կյանքը ավելին է մեզ համար, քան հոգևոր կյանքը։ Դրա համար ասում է, հետաքրքիր ասում է, կգամ կշարժեմ քո ճրագակալը իր տեղից։ Այսինքն շարժելը լսեցիք, որ ասում է, Տերը մեկ անգամ ձայն տվեց, երկիրը շարժվեց, երկրորդ անգամ երկիրը կշարժի, որպեսզի շարժվողները գնան կորեն, անշարժները մնան։ Ու հետաքրքիր նույն հայտնության պես Տերը մեր եկեղեցուն վերջերս տվեց հայտնություն, մի քանի հայտնություն։ Եվ Տերը բարկացած ասում է, շատերը չեն հավատում, որ ես եմ խոսում։ Երեմիայի ժամանակ Եսայի մարդը չէին հավատում, ասում է, Երեմիան երևի օրինում է։ Տար կատարվեցին, բայց արդեն ուշ էր այդ մարդկանց համար, ովքեր չհավատացին, կորսվեցին, բայց ժամանակ ապացուցեց, որ Երեմիան խոսել է Աստծո խոսքը, իրենից չի հորինել։ Եվ Տերը ասեց, մի փորձություն է գալու այս մանավանդ այս տարի ու շարունակում է մինչև Հիսուսի գալուստը։ Մի օր փորձությունը չի վերանալու։ Փորձություն, որ գալու աշխարհի ամբողջ երեսը փորձի, ասում է, մի մարդ չի գտնվի, որ չփորձվի։ Առաջ շատ փորձություններ կան, բայց որևէ երկրից մարդը մնում էր փորձանք, ասենց առանց փորձության։ Բայց այս անգամ Տեր ասում, մի մարդ չի ազատվի այս փորձությունից գալիք։ Զգուշացնում եմ ձեզ եւ աղոթքի հրավիր է։ Ամեն օրյա աղոթքի եւ շատ աղոթքի։ Ոչ թե շատախոսության, այլ երկար աղոթքի, որ դու եւ քո ընտանիքը եւ քո հարազատ չգտնվեք այն վայրում, որտեղ որ այս փորձությունները կլինեն։ Շարունակում եմ ուրեմն Ղուկասի 2-րդ գլուխ 30-ից 35-ին եմ կարդում, ասում է, որտև իմ աչքերը տեսան քո փրկությունը, Սիմոն Ծերունին խոսում է Աստծո հետ, աղոթում է։ Երբ, հիշում եք երբ էր ասում, երբ որ մանուկ Հիսուսին բերել էին տաճար։ Սիմոն Ծերունին եկավ գրկեց մանուկ Հիսուսին եւ ասեց. Իմ աչքերը տեսան քո փրկությունը, Աստծուն է ասում։
որ պատրաստեցին ամեն ժողովուրդների առաջին, ոչ թե միայն Իսրայելի կամ որը մի քանի ազգի համար, ժողովրդի համար, չէ, ամեն ժողովուրդների համար։ Առաջին ասում եմ, եւ լույս հեթանոսներին լուսավորելու եւ փառք քո Իսրայել ժողովրդի համար։ Եվ Հովսեփը եւ նրա մայրը զարմացել էին այն բաների վրա, որ նրա համար, ասենք Հիսուսի համար խոսվում էին։ Եվ Սիմոնն օրհնեց նրանց եւ նրա Մայրամին ասեց. ահա այս մանուկը կա Իսրայելի մեջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ հակառակության նշան։ Եվ իսկ քո անձովը սուր կանցնի, որ շատ սրտերի խորհուրդներ հայտնվեն։ Սա միայն այդ մի 2-3 տարվա համար չէ, կամ 30 տարվա, մինչև աշխարհի վերջ։ Այսինքն լույս լուսավորելու, հեթանոսներին լուսավորելու, ցույց տալու փրկությունը, ցույց տալու փրկության ճանապարհը, ցույց տալու ով է Աստված, ցույց տալու արդարությունն ու անօրենությունը Հիսուսը պիտի ցույց տա։ Հիսուսը լույս է եւ լուսավորում է, ասում է։ Նաև ասում է նա կլինի պատճառ, որ շատ սրտերի խորհուրդներ երևան։ Բայց Մարիամը ցավ է ունենալու, սրտովը սուր կանցնի, հարված կանցնի։ Տեսավ իր որդուն ոնց են սպանում։ Իր աչքի առաջ տանջանքով, որ շատ սրտերի խորհուրդներ հայտնվեն։ Ասենք Հիսուսը պատճառ է ճշմարտություն, իրականությունը բացահայտելու։ Մինչև Հիսուսի գալը շատ մարդիկ շատ սուրբ էին երևում, կատարյալ, աստծծառաներ, հնազանդ, քահանաները, քահանապետները, դպիրները, փարսեցիները, բայց Հիսուսի գալով բացահայտեց, որ սրանք ծուր մարդիկ են։ Տերը բացահայտեց, ժողովուրդը չէր հասկանում։ Բացահայտեց, որ սրանք ուղիղ մարդիկ չեն, անգամ քահանապետները, բանսարկու, մտածում են նենգությամբ, ինչպես Հիսուսին բռնեն սպանեն։ Համաց Տերը ասում, ով որ չար է մտածում, նա նենգ է։ Հիմա էլ կան, չէ՞ մարդիկ, թեպետ խոսում են մեկի մասին, նենց են խոսում, որ քեզ տրամադրեն դրա մեջ, սա չարություն ու նենգություն է։ Քեզ ուզում են տրամադրել, բայց մարդ, որին դու ճանաչել ես, որպես լավ մարդ, լավ աշխատող, լավ ընկեր, լավ ընկերուհի, լավ աղբեր, լավ քուր, բայց երբ որ տեսնում ես նա քեզ տրամադրում է նենգությամբ դեպի ուրիշը, նա նենգամիտ կկոչվի, ասում է Սուրբ Գիրքը։ Եվ Տիրոջ միջոցով մարդկանց սրտերը վեր է ելնում։ Դու սրտագետ չես, բայց Տիրոջը վերաբերմունքից հասկանում ես մարդն ով է, դիմացինը ով է։ Դա համար եթե ուզում եք շատ սրտերի խորհուրդներ վեր ելնեն, նայեն իր վերաբերմունքը իրականության մեջ Տեր Հիսուսի հանդեպ, ոչ թե Տեր Հիսուսի հանդեպ այսպես, թե նա բերանով ինչ ասում, այլ գործով ինչ ասում։ Տիրոջ խոսքի հետ ինչպես է վերաբերում։ Սուտ կասեն, մենք սիրում ենք Հիսուսին, մենք քրիստոնյա ենք, փառք Աստծուն, ես հավատացյալ եմ, եկեղեցու անդամ եմ։ Դա այդքան կարևոր չի, կարևորը Տերը չի ասում, ես կգամ խոսողների բերանից, տեսնեմ ինչ են ասում իմ մասին, ինչ չեն ասում։ Ասում է, ես գալիս եմ հա իմ վարձքը իմ ձեռքերում է, կհատուցեմ ամեն մեկին իր գործքի պես։ Եվ սա շատ կարևոր է։ Մենք հաշված օրերի մեջ ենք։ Ուրեմն եւ ուզում եմ ասնել հիմա մեզ քննելու մի կարևոր հարցի, որտեղ ժամանակը կարճ է, թեև այս խոսքը ավելի շատ անդամներին էր վերաբերվում, բայց որտեղ ժամանակը կարճ է, ամենքի հետ եմ խոսում։ Միևնույն է, ձայնագրվում է, բոլորը պետք է նայեն։ Լսեն։ Հովանու 7-րդ գլխի, Հովհաննեսի ավետարանից եմ կարդում 7-րդ գլխի 15-ից 18-ը։
ասում է եւ հрьяաները զարմանում են եւ ասում Հիսուսի մասին սա ինչպես գիտի գրքերը առանց սովորած լինելու իրեն գիտեն որ Հիսուսը դպրոց չի գնացել մարդիկ որ սովորում էին հատուկ այդ ժամանակա դպրոցները պետք է գնային դպիրների մոտ քահանաների մոտ իսկ Հիսուսը չի գնացել քահանայի մոտ չի գնացել դպիրների մոտ բայց ինչպես գիտի գրքերը նկատի ունեն սուրբ գրքերը սուրբ գիրք չի սովորել բայց սուրբ գիրքը մեկնում է գիտի ինչպես գիտի նրանք խոստովանում են որ Հիսուսը գիտի բայց ինչպես գիտի որտեղից ասում է Հիսուսը պատասխանեց նրանց եւ ասեց իմ վարդապետությունը իմը չէ այլ ինձ ուղարկողին այսինքն խոսում է Աստծո ասածների վրա Աստծո տված դասերի վրա հոր դասերի վրա հոր սովորածների հոր վարդապետությունների իմը չէ այլ ինձ ուղարկողինն այսինքն Աստծունն է հորն է Եվ ասում է, եթե մեկը կամենում է նրա կամքը անել, նա կիմանա այս վարդապետությունը։ Վարդապետությունը մարդ, թե արդյոք Աստվածանից է, կամ թե ես իմ անձից եմ խոսում։ Իր անձից խոսող իր անձի փառքն է որոնում, բայց նա, որ իր ուղարկողի փառքն է որոնում, նա ճշմարիտ է եւ անիրավություն չկա նրանում։ Շատ ժամանակ մեկը տեսնում ես մարդիկ կամ քարոզիչը պոկում է տեքստից մի հատված սխալ մեկնում է ժամերով մարդիկ էլ արդեն սխալ կրթվում են եւ սխալ դատեր են անում սա շատ կարեւոր է ումն եմ լսում ինչպես եմ լսում որ ուզեմ չուզեմ ինչ ընդունել եմ դա արդեն իմ մեջ հասկացողություն է գիտություն է որ օրից մի օր դուրս պետք է տա պետք է արտահայտվի պտուղ տա Բայց վայ ինձ եթե սխալ պտուղ, սխալ խոսք, սխալ չափերով եմ չափում։ Ինձ վրա հարված կա, բայց ում պատճառով։ Հենց սխալ վարդապետություն լսելու պատճառով։ Դա մեր ասում ենք զգուշ եղեք։ Ամեն մարդ չի որ գիրքը բացի կարդա, ուրեմն պետք է լսես նրան։ Նայած ոնց է մեկնում։ Դա մենակ որ ասի առանձնացում է սա են ասում։ 18 խոսքն են ասում միայն իր անձից խոսող իր անձի փառքն է որոնում, բայց նա որ իր ուղարկողի փառքն է որոնում, նա ճշմարիտ է եւ նրանում անիրավություն չկա։ Իր անձից խոսողը մարդիկ այսպես են մեկնում, yəni իր մասին խոսողը։ Եվ ասում են, նա իր փառքն է որոնում, որ ինքն իրենից է խոսում։ Բայց դեռ ինքն իրենից շատ էր խոսում։ Իր մասին ես եմ ճանապարհը ճշմարտությունը կյանքը ես եմ հարությունը ես եմ կյանքի ջուրը ես եմ կյանքի հացը ես եմ մեղքերի թողություն տվողը ով ինձ հավատա կփրկվի Դե մարդիկ ասում դու քեզանից ես քո մասին ես խոսում ուրիշ վկա ունես որ քո համար վկա է ասում ես սուրբ գիրքն է վկայում եթե կամենում եք քննեք գրքերը եւ տեսեք եւ ես ինձանից ասենք իմ հասկացողությունից եմ միայն խոսում, թե հոր կամքն եմ խոսում։ Դա համար որպեսզի մարդիկ չմտածեն այս սխալ մեկնությունը, թե իր մասին խոսողը, Տիրոջ ասած իր մասին խոսելու մասին չէր։ Այլ ասում է նրա վարդապետությունը իմը չէ, նրանից է։ Ես նրանից եմ խոսում, այսինքն նա տվածն եմ խոսում, նա խոսքն եմ խոսում։ Ես որպես ուղարկված նա կամքն եմ կատարում։ Դրա համար ասում եմ, եթե մեկը կամենա նրա կամքը կատարել, նա կիմանա այս վարդապետության թե արդյոք Աստծուց եմ խոսում, թե ես իմ անձից եմ խոսում։ Ասենք Աստծո հանձնարարածն եմ ասում, թե ինձանից ինչ-որ բան եմ որոշել խոսեմ։ Թե ինքս իմ հասկացողությունից եմ խոսում, թե Տիրոջ հասկացողությունը արդար է, սուրբ է, ճիշտ է։ Բայց որպես կամք կատարող, հոր ուղարկողի կամքը կատարող, նա ասում է ես ինձանից չեմ խոսում, այլ ինչպես նա ասեց, այդպես եմ խոսում։
Սա է նշանակում, որ իր անձից չի խոսում, այսինքն ոչ թե իր մասին չի խոսում, այլ իր հորինածը չի խոսում, իր միտքը չի խոսում ուրիշ որը, որ հոր մտքի հետ չի բռնում։ Եվ շարունակության մեջ կարդամ ուրիշ համար 8:28-ում էլ Տեր Հիսուսն ասում է, Հիսուսն էլ ասեց նրանց, երբ որ մարդի որդին կբարձրացնեք, այսինքն խաչի վրա, իրենք չէին հասկանում դա ինչ է։ Այն ժամանակ կիմանաք, թե ես եմ։ Ես եմ, գիտեք որն է, որ Մովսես ասեց Աստծուն վառվող մորինու մոտ հանդիպեց, ասեց ով ես դու Տեր։ Քոնը ինչ է, ասեց ես եմ։ Եվ Տեր այս խոսքը կրկնեց Գեթսեմանի պարտեզում, երբ որ հրեաները եկան նրան բռնելու, ասեցին ումն ես ուզում, ումն եք փնտրում, մութ էր։ Ջահերով էին եկել, որպեսզի տեսնեն Հիսուսին ճանաչեն, միայն Հիսուսին բռնեն։ Հիսուս ասեց ես եմ, ասում եմ, երբ որ ասեց ես եմ, եթե գնացին ու երեսի վրա ընկան, այսինքն նրանք վախեցան այդ անունից, անուն էր դա հնչում։ Աստվածը այստեղ կանգնած։ Բայց հետո Հիսուս ասեց, հիմա է ձեր ժամը։ Իրանց ազատ թողեք, ինձ բռնեք տարեք։ Սա է խավարի վերջին ժամը։ Եվ չեմ ուզում դից շատ խոսեմ, դրա համար ասում եմ, երբ որ բարձրացնեք, այդ ժամանակ կիմանաք, որ ես եմ։ Ամեն ինչ Աստծո ասածով եղավ։ Եվ ինչ ասում, երբ որ բարձրացնեք, կիմանաք, որ ես եմ, եւ իմ անձիցը ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ հայրը սովորեցրեց, ինձ այն եմ խոսում։ Այսինքն ինքը ամենագետ լինելով, Աստված լինելով, Աստծո որդի լինելով, չեմ խոսում ինձանից, այսինքն իմ որոշումից, իմ հորինած վարդա, այլ ինչպես հայրը պատվիրեց, այդպես եմ խոսում, այսինքն ինձանից նշանակում է, որ ասում է ինձանից չեմ խոսում, նշանակում է, որ այո, ու ինձ ուղարկողի պատվերն եմ խոսում, ոչ թե իմ մտածածը, թեև ինքը մտածել էր, հոժարվել էր, Աստծո հետ որ իշնի երկիր, բայց տվյալ պահին ինքը կամակատար էր։ Մարդ ծառա, Աստծո ծառա, Աստծո որդի, թեև էլի ծառա։ Ծառայի դերում էր Տեր Հիսուսը։ Ուղարկվածի դերում էր։ Դրա համար ասում է, ինքս ինձանից չեմ խոսում, այլ ինչպես նա սովորեցրեց, այդպես եմ խոսում։ Տեքստը նորից բացում է, ոչ թե ինձանից խոսելը նշանակում է իմ մասին չեմ խոսում, այլ նշանակում է ինչ որ սովորեցրել է ինձ հայրը, ես դա եմ ասում աշխարհում։ Ոչ թե ես նրանց անկախ խոսում եմ, ինչ որ ուսմունք, այդ ուսմունքը ինձանից չի, հորից է։ Եվ ես հոժարված եմ, որ այդպես խոսեմ։ Ասում է, երբ որ բարձրացնեք, հետո կիմանաք, որ ես իմ անձից չեմ անում, այլ ինչպես իմ հայրը սովորեցրեց, ինձ այն եմ խոսում։ Ոչ մի բան ամբողջ իր կյանքի ընթացքում նա օտար բան չի խոսել, քան որ հայրն է ասել։ 8:28-ում է։ Նորից ուզում եմ մեկ ուրիշ հատված կարդալ ու անցնենք ուրիշ տեղ։ Նույն Հովանու 12:49 խոսքում էլ գրված է։ Ինձ անարգողը եւ իմ խոսքերը չընդունողը ունի իրեն դատողին։ Այն խոսքը, որ ես խոսեցի, նա կդատե նրան հետին օրումը։ Որտեղ ես իմ անձից չխոսեցի, բայց ինձ ուղարկող հայրը նա պատվեր տվեց ինձ, թե ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խոսեմ։ Ուրեմն ուշադրություն դարձրեք։ Նորից իր անձից խոսողը իմ անձից չեմ խոսել, այն ինչ որ պատվիրեց, ասենք ես հանձնարարությունը, եթե ես հանձնարարություն չեմ ստացել, ինձանից խոսում եմ, ինձանից, ոնց ասել, ինձանից դուրս, ասենք իմ հորինածով եմ խոսում, իմ խելքով, թեև տերուներ ընտրություն, որ հոր կամքներ ընտրեն, բայց տվյալ պահին նա Աստծո դեմ չէր դնում իր խելքը, իր հասկացողությունը, իր որոշումը, անգամ եկավ խաչվել պարն ասել,
ծանր տանջանք էր, մարմինը հակառակ է, հոգին հոժար է, հայր, եթե կարելի է այս բաժակ, ասենք այս դառնության բաժակ, որ պետք է խմեմ, ասենք տանջանք ինձանց հեռացնես, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը լինի։ Հիսուս ասու առաջ չէ դնում, որ այնպես խոսի, ոնց ինքն է ուզում, ոնց ինքն է հասկանում որպես մարդ, այլ հոր ասածն է ասում, հոր հանձնարարությունն է կատարում, նա իր ուղարկողի կամքն է կատարում, որտեղ տարբեր տեղեր ասում, ես եկել եմ ինձ ուղարկողի կամքը կատարելու, ոչ թե ես ինչ ուզեմ անեմ։ Եվ շարունակության մեջ ասում է, այո, հենց այդ որ ասում է պիտի անեմ, բայց այսօր մենք նայենք մեզ, սա հենց տեղափոխում է մեր կյանքի մեջ, որտեղ մեզ պատգամ է եղած, դուք որ Ադամի ժամանակով ստեղծվեցիք Աստծո պատկերով եւ Սուրբ ինչ ասում, դուք Ադամի մեջ էիք, ինչպես Ռևին էլ ծորին Աբրահամի ասում է, նա դեռ չկար, դեռ որդի էլ չուներ, ոչ որդի ուներ, ոչ թոռ ուներ, ոչ էլ ծորը կար Ռևին, ասում է, բայց նա Աբրահամի երանքում էր եւ երբ որ Աբրահամը մի գործ արեց Մելքիսեդեկի հետ կապված, ասում է 10-րդ տվեց, Ռևին էլ Աբրահամի ձեռքով 10-րդ տվեց Մելքիսեդեկին, որը Հիսուսի խորհուրդն է։ Նա Աբրահամից մեծ էր։ Իրենից մեծ էր։ Եվ դու քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես, Հիսուսին ասում է Հայր Աստված։ Ուրեմն մենք հիմա ինչ ենք անում։ Մենք Աստծո պատկերով ստեղծվեցինք, ապականվեցինք Ադամի միջոցով, Եվայի դրդմամբ, հետո մենք ինքներս էլ ունեցանք մեր սեփական բազում մեղքերը, Ադամի տվածի վրա անթիվ անհամար գումարեցինք մեղքեր։ Մեկ մեղքով ապականվեցինք, բայց բազում մեղքեր արեցինք, որ էլ ինչ լեր, եթե մարդկային մտքին թողեց, եթե մեկ մեղքը ապականեց Ադամին եւ ամբողջ աշխարհը, բայց բազում մեղքերի ո՞նց կար Աստված ջնջի, ների, բայց Աստված ինչպես ջնջեց, մի արժեք տվեց, որ ամեն արժեքից բարձր է, որ նրանով լինի, իր որդուն տվեց, շատ բարձր արժեք, կշեռքի նժանին դնես, Հիսուսի եւ ամբողջ աշխարհի մարդկությունը, անցյալը, ներկան եւ ապագայի ժողովրդին, նրանց մեղքերը Հիսուս ավելի ծանր արժեք է եւ կարող է բոլորին ներել։ Եվ Աստված այս գինը օգտագործեց։ Արծաթ ու ոսկի չէ, Աստված կարող էր հազարապատիկ, միլիոնապատիկ ավելի մեծ գունդ շինել, այս երկրագնդից ավելի մեծ, որ լիներ մեկ հատիկ ադամանտ։ Բայց դա մեղքերի թողություն չէր անի։ Դա համար Աստված ամենաթանկ ուղարկեց, Աստված կարող այո այդպիսի անդամանտ ստեղծել, որ աշկ չի տեսել։ Բայց դա այն գինը չունի, որ մարդ փրկի։ Արծաթ, ոսկի, բրիլիանտ ու ես ինչ տվեց, որ փրկի, այլ ամենաթանկը տիեզերքի Հիսուս Քրիստոսին տվեց։ Եվ ինչ է ասում։ Հիսուս ասում է դուք ինչ պետք է նմանվեք։ Աստծո խոսել ենք, չէ՞, Աստծո նմանության, Աստծո գլխավոր նպատակը։ Հիշում եք թե չէ։ Այս թերուզ Եփեսացիների 4 գլխում կա, Հռոմեացիների 8-րդ գլխում կա եւ տարբեր տեղեր կա։ Կողոսացիները որ պնդում է եւ 5 կտականում է նույնը, որ Աստված ինչ անում, մեզ կանչել է որպիսի կատարյալ անի Հիսուս Քրիստոսի պատկերի պես։ Հիմա մենք ասում ենք հավատացյալ ենք։ Եվ Տերը ասում է, գիտես չէ, մարդիկ շատերը քեզից նեղացած են։ Կատակ չեմ անում, Աստված ասել է։
քո հանդիմանությունները իրենց համար դառն է։ Իրենք իրենց փայփայում են, լավ են ճանաչում, եթե դու իրենց սխալ ասես, դու իրենց աչքի գրողն ես։ Չեն սիրում հանդիմանվել, չեն ուզում ճիշտը իմանալ իրենց մասին։ Թեկուզ այդ հանդիմանություն լինի, շոյանքով լինի, խնդրանքով լինի, կապ չունի։ Իրենց լավի համար է ասում, որպեսզի նրանք չմնան այդ վիճակին, փրկվեն, բայց նրանք չէ, իրենց հպարտությունը ավելի թանկ է, քան խոնարհությունը։ Չեն լսում, եւ Աստված ասում է, քեզնից խռոված են։ Եվ ես նրանց դատելու եմ, որովհետեւ մեղավորը դու չես, դու իմ խոսքն ես ասել, իրենք իմ դեմ են, ինձանից են խռովել։ Եվ մենք պետք է նմանվենք նրան, բայց նմանվել ենք, արդյոք կարող ենք Հիսուսի նման ասել, ես ինձանից չեմ խոսում, ինձ ուղարկողի կամքն եմ կատարում, նա պատվերն եմ կատարում, կարող ենք ասել։ Քանի տեղ է եղել, խնդրում եմ շուտ մի շտապեք ասեք այո, դա էլ է ձեր համար մեղք լինելու։ Քանի անգամ ենք տարբեր գործերում իմ խելքով եմ գնացել, ոչ թե նայել եմ ինչպես է գրված, Աստվածաշնչին չեմ նայ ինչպես է գրված։ Անում եմ ինչպես ինձ է ձեռ տալիս, անում եմ ինչպես հորս է ձեռ տալիս, մորս է ձեռ տալիս, մարդուս է ձեռ տալիս, կնգաս է ձեռ տալիս։ Ում կամքն ես կատարում։ Ամենից վերը Աստված է, Տեր Հիսուս Քրիստոսն է։ Բայց ինչքան մենք ժողովում գլուխներս շարժում ենք այո, բայց գործերի մեջ անում ենք այնպես, ինչպես որ խորհուրդ կտան մեր ընկերները, մեր բարեկամները, մեր ծնողները կամ երեխաները։ Դա քեզանից է, թե Աստծուց է։ Երեխայից է, ծնողից է, դրա համար Տերը ասեց, իմ կամքը անողն է հավիտյան ապրելու, ծնողի կամքը անող է, չի ասում, թող ծնող Աստծո կամքի պես քեզ ասի, նրան լսիր։ Ոչ մի ծնող հավիտյանական կյանքի խոսք չունի։ Ոչ մի ծնողի ծրագիր ու վարդապետություն ուսմունք, ոչ մի ուսուցիչի հավիտյանական կյանք չունի։ Ման Հիսուս ասում է, ինձ հավատացողը, իմ խոսքը պահողը հավիտյանական կյանք ունի։ Ինձանից խոսողը կյանք ունի, այսինքն նա էլ Աստծուց է խոսել, Աստծո պատգամից խոսողը, Աստծո պատգամ կատարողը կյանք ունի։ Ոչ թե անուններս դրենք հավատացել ու ինչ ուզենք անել, մի հատ էլ չարախոսենք իրենց հանդիմանողներին։ Լավ մարդ չի, ինձ ցավցրել է։ Մի խումբ, եկել են ինձ մեղադրել բարկացող, քաղաք ճիշտ տեղն են բարկացել, ինչու եք դուք այդպես անում։ Ես հիմար պետք է լինեմ, եթե ձեր նմանների խրատ ընդունեմ։ Որտեղ ասում արդարը թող ինձ հանդիմանի, դա իմ գլխին յուղ է, համաձայն եմ։ Թող արդար մարդը գա ինձ սխալ ասի, ոչ թե եկել եք ու չգիտեք ինչ սխալ եք ասում։ Բարկացել ես, լավ եմ արել, Հիսուսն էլ է բարկացել, Աստված էլ բարկություն է սա թափելու։ Եթե բարկությունը ինքն իրենով մեղք է, ուրեմն Աստված մեղք է գործում, Հիսուսը մեղք գործեր, որ բարկացավ։ Կա մարդկային բարկություն, կա աստվածային բարկություն։ Մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում, բայց Աստծո բարկությունը, ինչ որ ասել եմ, դա Աստծուց է, թե ինձանից էր։ Իմ մարդկային բարկությունն է եղել, թե Աստծո բարկությունն է եղել, եթե հանդիմանել եմ։ Եթե Աստծո կամք չկատարելու համար եմ հանդիմանել, ուրեմն ինձանից չի դա, Աստծուց է։ Բայց եթե իմ հասկացողությամբ եմ քեզ վրա բարկացել, դա ինձանից ես մեղավոր եմ։ Որտեղ մարդու բարկությունը Աստծո արդարություն չի կատարում։ Հիմա մենք ինչքան ենք խախտում, ինչեր ենք անում։ Այստեղ Տերը ամբողջություն է։ Տերը պակասություն չի։ Այնպես չի Տերը միայն երկինքի համար խոսել է, երկիրից էլ անտեղյակ լինի։ Հարսանիք ես գնում, Տերը այդտեղի համար խոսք ունի։ Ծնունդ ես գնում, Տերը այդտեղի համար էլ խոսք ունի։ Ամուսնանում ես, Տերը այդ
գործի համար էլ խոսք ունի։ Մեռնում ենք դրա համար էլ խոսք ունի։ Ամեն ինչի համար խոսք ունի Տերը։ Մենք որ հայտնվում ենք շատ տեղերում, ումից եմ խոսում կամ ումից եմ գործում։ Իմ խելքից մարդկանց դուր գալու համար եմ խոսում կամ գործում, թե Աստծուց եմ գործում։ Ասացում եմ ես մտնում դուրս գալիս, թե ոչ, տեսիքම Տերը ցույց է տվել, հենց ընդհանուր մի պատկեր։ Ամբողջ ընթացքում Աստվածաշնչին էր նայում, չէ՞, հիշում եք։ Դա ինչ է նշանակում։ Ամեն ինչ մնում է, ինչպես է ասում Աստված այս պատերազմի մեջ։ Այդպես անեմ, ինձանից բան չեմ անում։ Մարդկանց եմ կանչում ինձ ազատելու։ Հրեշտակներ եմ կանչում ինձ ազատելու, ոչ, երբեք։ Աստված է միայն փրկողը։ Երանին մարդուն, որ իր նեղության մեջ Աստծուն կնայի, բանսարկության չի դիմի, ենքան կան մարդու հետ փորձություն, որ կարող ես, օրինակ եմ ասում, սենց ասած, ինչ-որ մեկին ասես, մի հեղինակավոր մարդու, կոպիտ ասած, բրնի այդ մարդու ականջից են կոմ դնի, դու ազատվես, բայց որ ասում կավ լծի, այդ քայլին չեն դիմում, Աստծուն են դիմում, Աստծով լինի ամեն ինչը, ամեն դեպքում ինչ եմ ուզում ասել, նայել եմ ինչ ասում Աստված, ինչ ասում գրվածքը, ինչ ասում Աստվածաշունչը, ամբողջ ուշք ու միտքս գիրքն է, որ գրքով անեմ, ես իմ մարդկային ձևերով, եթե չարի այդ պատերազմի մեջ մի բան անեմ, կպարտվեմ, իսկ գրվածք է պետք, եթե ուզում եք հաղթեք գրքին նայեք, պատգամներին նայեք, օրենքին նայեք, Աստծո կանոններին նայեք, մեր խելքից ինչ անենք կպարտվենք, ինչքան էլ իմաստուն լինենք, ամենաիմաստունն էլ չի կարող ձեզ սատանայի թակարդներից ազատել, ինքը թակարդի մեջ է իմաստունը, որ մնաց քեզ ազատի, դրա համար Աստծուն նայեք, Աստծո պատգամներին նայեք, օրենքներին, կանոններին, ցուցումներին նայեք, հրամաններին նայեք, Աստված ձեզ օրհնի։ Եվ վերջում մեկ համար էլ կարդամ ու վերջացնեմ, բայց հրեշտակների համար եղբայրը կարդաց ուղղակի ուրիշ բան եմ ուզում մեկնել, Եբրայեցի 1:7-12 ասում է, բայց հրեշտակների համար ասում է, նա որ իր հրեշտակները հոգիներ արել, իր պաշտոնյաները կրակի բոց, բայց որդուն, ասիկ Հիսուսին Աստված ասում է, քո աթոռն ով Աստված, մինչև հավիտյանս հավիտյանից է, և քո թագավորության գավազանը ուղիղ գավազան, սիրեցիր արդարություն և ատեցիր անօրենություն, սրա համար օծեց քեզ, ով Աստված, քո Աստվածը ուրախության յուղով ավելի քան քո ընկերներին, ու ինչ ասում, և դու սկզբից հիմնեցիր երկիրը և երկինքը քո ձեռքերի գործն Հիսուսին է ասում, որ որպես ստեղծագործ Աստված, բայց սրանում էր արդյոք, դու սիրեցիր արդարությունը, ատեցիր անօրենությունը, մենք սրան պետք է ձգտենք, ատենք անօրենությունը, սիրենք արդարությունը, Տերը եկավ ասես 3 տարի է իմ այգում ու պտուղ չի տալի, հան, պատասխանատուին ասաց, հանքից, ուրիշ ծառ տնկի, որ պտուղ կտա, սանքի խնդրվա, մի տարի էլ թող էլի, մի տարի էլ թող, ամենալավ աշխատանքը տանեմ նրա հետ, պարտանյութ կտամ, կջրեմ, խնամ կտանեմ, գուցե, եթե էլի պտուղ չտա, այդ ժամանակ Տեր հանի, որտեղ տանջվել է ծառի վրա, չէր կարող դից հեշտ հոժարվել, թող եթա կորի, լավ, հետո ինչ թող կորի, դենց էլ եկեղեցուց դուրս եկող ամեն կորսվողի համար, տանջվողը չի ուրախանում, տրտմում է, բայց ճար չկա, պահել չի լինի, որ մարդը մեռնում է, ինչքան ուզում է սիրի, չես կարա պահես տանդ մեջ, հարկը պահանջում է, վիճակը պահանջում է, որ հեռացնես քո տնից,
տանես հողին հանձնես, որտեղ չի մնա տան մեջ, ուզես էլ չի մնա, սիրես էլ չի մնա, սերը տեղ հարց չի լուծում, խղճալդ հարց չի լուծում, լացդ հարց չի լուծում, վիճակը սա է պահանջում, պետք է թաղվի, դրա համար երբ որ եկեղեցուց կորսվում են, իրենց վիճակի համար, իրենց ինքնագլխության համար, իրենք իրենցից են գործում եւ խոսում, իրենք իրենցը արդեն հասկանալի է, չէ, որ իրենց խելքով, ուրիշի խելքով, ոչ Աստծով։ Աստծով չեն գործում, Աստծով չեն խոսում։ Խոսում են, անում են այն, ինչ որ Աստծուց չի։ Ճարտ չկա, ասել ենք, սա մասներն եմ խոսել, շատ եմ խոսել։ Շատ լսողներ հիմա չկան։ Հովհաննես Ավետարան, գլուխ 3, 20-21 Որովհետև ամեն չար գործողը ատում է լույսին և չի գալիս դեպի լույսը, որ նրա գործերը չհանդիմանվեն։ Իսկ ճշմարտություն գործողը գալիս է դեպի լույսը, որ նրա գործերը հայտնվեն, որ Աստծով գործվեցին։